Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում է Ամերիկայի ձայնի հայացք Ամերիկա հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ձեզ հետ է Ստելլա Գրիգորյանը։ Առաջարկում եմ նախ ծանոթանալ մեր այսօրվա հաղորդման թեմաներից մի քանիսին։ Խորհրդային Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիմա Դեմիրճյանը Ամերիկայի ձայնի հետ հարցազրույցում հիշել է իր առաջին տիկին եղած ժամանակներում առկա չգրված օրենքները։ Շուտով որոշ բուհերի ուսանողներ կարող են բնակություն հաստատել առաքման բեռնարկղերում։ Նամփայի բնակիչը երեխայի ոտքի աճին զուգահեռ մեծացող կոշիկներ է պատրաստում։ Ճանաչված ամերիկահայ ռեժիսոր և լրագրող, մի շարք մրցանակների արժանացած «Ճչացողները» ֆիլմի հեղինակ Կարլա Կարապետյանը ստեղծագործական բուռն գործունեություն է ծավալում։ Ներկայումս ներգրավված լինելով գեղարվեստական ֆիլմերի ստեղծման աշխատանքներում։ Մի շարք հեղինակավոր հեռուստաընկերություններում, այդ թվում BBC-ում հարուստ լրագրողական փորձ ունեցող Կարլա Կարապետյանը իր առաջին փաստագրական ֆիլմը ստեղծել է դեռևս 1989 թվականին։ Այնուհետև որպես հետաքննող լրագրող փաստագրական ֆիլմեր է նկարահանել Չեչնիայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Աֆղանստանի մասին։ 2000-ականներին մենք ունեինք փոքր թվային տեսախցիկներ, որոնք մեզ հնարավորություն տվեցին գնալ այնպիսի վայրեր, որտեղ օտարերկրյա կառավարությունները չէին ցանկանում, որ լրագրողներն այցելեին։ Մենք կարող էինք ձևացնել, որ զբոսաշրջիկներ ենք և բարձր որակի կադրեր ստանայինք։ Հանրահայտ System of a Down ռոք խմբի մասնակցությամբ 20-րդ դարի ցեղասպանությունների մասին պատմող «Ճչացողներ» փաստավավերագրական ֆիլմը շրջադարձային էր։ Ցեղասպանության թեման հայտնվեց Եղեռ նվերապրածների ընտանիքից ծերող Կարլա Կարապետյանի ուշադրության կենտրոնում։ Նա սկսեց պայքարել ցեղասպանությունների շղթման դեմ, իսկ վերջին շրջանում նաև հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» պատմական դրամայի ստեղծման աշխատանքներին է մասնակցել։ Ես ռեժիսոր եմ, պատմաբան չեմ, բայց ֆիլմի շրջանակներում հայոց պատմությանն ու մշակույթին առնչվող ցանկացած հարցի մասին իրողությունը պարզելը և փաստեր գտնելը իմ աշխատանքն էր։ Կարլա Կարապետյանը այժմ մտադրված է ստեղծել «Նեմեսիս» անվանմամբ մի ֆիլմ, որը կպատմի Թալիաթ Փաշայի սպանության և Սողոմոն Թերլելյանի դատավարության մասին։ Սա քրեական դրամա է, գեղարվեստական ֆիլմ, և այն նկարահանվելու է Գերմանիայում։ Ես շատ ոգևորված եմ, քանի որ մենք կարծում ենք, որ ամեն ինչ գիտենք այս պատմության մասին, բայց այս պատմությունն այնպես է շարադրված, որ շատ անակնկալներ կլինեն։ Կարլա Կարապետյանը նաև համագործակցում է Armenian Film Foundation-ի հետ և ներգրավված է ցեղասպանությունը վերապրածների վկայությունները թվայնացնելու աշխատանքներում։ Օլյա Յորդանյան, Ամերիկայի ձայն, Քեմբրիջ։ Ամերիկայի ձայնին բացառիկ հարցազրույց է տվել Խորհրդային Հայաստանի վերջին ղեկավարի կինը Ռիմա Դեմիրճյանը, հիշելով իր առաջին տիկին եղած ժամանակներում առկա չգրված օրենքները, սահմանափակումներն ու ավանդույթները։ Սկզբնապես First Lady առաջին տիկին տերմինը վերաբերել է ԱՄՆ-ի նախագահի տիկնոջը, բայց հետո այն տարածվել է նաև այլ լեզուների և հիմա վերաբերում է ցանկացած երկրի։ ԱՄՆ-ում այս տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1849 թվականին Խորհրդային Միությունում, որի մաս է մոտ 7 տասնամյակ կազմել Հայաստանը, առաջին տիկնոջ գաղափարը կայացած չէր։ Հանրության կողմից իբրև առաջին տիկին առաջին անգամ ընկալվեց Ռիմա Դեմիրճյանը, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը։ Ինչպես էր անցնում նրա առօրյան այդ ընթացքում, Ռիմա Դեմիրճյանը հիշում է. Ես աշխատել եմ միշտ, դասավանդել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտում, սիրել եմ իմ աշխատանքը, երիտասարդությանը, միշտ ամենածանր պահերին էլ շարունակել եմ աշխատել, նույնիսկ երբ Կարենցերով արդեն տանն էր, այն մոտ 3 տարին, որ նստեց տանը, ես շարունակում էի աշխատել։ Դրանից բացի առօրյա հոգսերը, ճիշտ է, կային օգնողներ և այլ, բայց ես երբեք իմ ընտանիքից չեմ կտրվել, չեմ զբաղվել ինքս ինձ համար ինչ-որ բանով, ընդհանրապես նվիրել եմ ինձ ընտանիքին և Կարեն Սիրոպիչին։ Դեռ երիտասարդ տարիներին մեծ պլաններ ունեի, լավ սովորող եմ եղել, որ ինձ ճանաչում է գիտեն, ապագա էին խոստանում, բայց ես շատ շուտ հասկացա, որ այն ինչ որ ես կտամ հասարակությանը, դա չնչին է համեմատած նրա հետ, ինչ Կարեն Դեմիրճյանը կտա։ Ես պետք է նրան օգնեմ, նրան սատար լինեմ, նրա թիկունքը ամրացնեմ։
Տիկին Ռիմայի խոսքերով նա ողջ կյանք լարված է ապրել որևէ պարագայում անզգուշ շորենտ Կարեն Դեմիրճյանի հեղինակության վրա չազդելու համար։ Կնոջ գործն ամուսնու թիկունքը պահելն է, ասում է նա։ Միշտ ետին պլանում էինք։ Այդպես էր դրվածքը եւ ես համարում եմ, որ այնքան էլ սխալ չէր այն պայմաններում համենայն դեպս։ Գիտեք, ինձ հարց են տալիս, օգնել եք Կարեն Սուրոպչին։ Կարեն Սուրոպչը մի խոսք ուներ, ասում էր, եթե կինը չի խանգարում, արդեն օգնում է։ Ես էլ դրանից, ինչպես գրքումս գրել եմ, ինձ համար նոր բանաձև հանեցի, օգնիր առանց խանգարելու։ Եվ այդպես էի վարվում։ Ես օրինակ ինստիտուտում շատ բաներ եմ արել, կին խորհրդի նախագահի, անչափ շատ բաներ եմ արել, լավ։ Սկսած առօրյա բաներից վերջացած մի խոսքով չեմ ուզում թվարկել, հիմա երևի մի քանի հասարակական կազմակերպություն այդքան չեն անի, ինչքան ես գործարեցի, բայց առանց ռեկլամի, առանց պրեսայի, նույնիսկ ինձնից նեղանում էին իմ խորհրդի անդամները, ոչ թե մանկապարտեզ ենք, այսպիսի հոյակապ մանկապարտեզ ենք բացում եւ նկարել, պրեսաբան, ասում էի չէ, պետք չի։ Ես գիտեի մի բան, որ այլ ինչ-որ հիմա դրական է համարվում, որպես քաղաքական ակտիվություն եւ այլը, այն ժամանակ չարաշահում կհամարվեր։ Եվ դա կլիներ շատ անարդարացի, որտեղ ոչ մի չարաշահում չեմ արել։ Պարզապես որտեղ կարողացել եմ, մարդկանց կյանքը լավացրել եմ։ Եվ ինստիտուտում արդեն գիտեին, որ սկսված ընդունելությունից, վերջացրած բնակարանային հարցով ինձ կարող են դիմել միայն այն դեպքում, երբ օրենքը խախտված է։ Այդ դեպքում ես արդարաբիտ մարդ եմ եւ չեմ տանում անարդարություն։ Ես անպայման խառնվում էի եւ այսպես անուղակի ճանապարհներով հասնում ճշմարտությանը։ Բայց եթե օրենքից դուրս հարցեր մարդիկ նույնիսկ չէին էլ դիմում ինձ, այդպես արդեն կարծիքը կար։ Բա ինչպես են ինձ հարգում, որ ճանաչել են, տեսել են։ Ամերիկայից այն Երևան։ Հիշելով խորհրդային Հայաստանը չենք կարող անտեսել վերջերս իր ծննդյան տարեդարձը նշած խորհրդային երկրի արհեստածին Վայք քաղաքը։ Քաղաքի բնակչության և յուրահատկությունների մասին է պատմում մեր թղթակից Շաքե Ավոյանը։ Վայոց ձորի Վայք քաղաքը դարձավ ընդամենը 60 տարեկան։ Խորհրդային պետության ստեղծած արհեստածին քաղաքներից է սա, որի բախտը բերել է, քանի որ այլևս չլինելով արդյունաբերական քաղաք, միևնույն է ունի բնակիչներ, որոնք սիրում են քաղաքը, ու չնայած բոլոր դժվարություններին Վայքից հեռանալ չեն ցանկանում։ Այսօր այս քաղաքն ունի ընդամենը 5000 բնակիչ։ Հենց այն մարդիկ են, ովքեր որոշել են իրենց ճակատագիրը շարունակել Վայքի հետ։ Երբ քաղաքը արհեստական է, ինչպես օրինակ Չարենցավանը, Ես համաձայն եմ, որ մենք գրեթե նույն տարբերակի վրա ենք։ Արհեստական ստեղծված քաղաք է։ Ես ինչու եմ ասում, որովհետև այստեղ մեր պապերը, նախապապերը չեն ցանկացել, որ մարդիկ բնակվեն։ Միջանցիկ քամին այստեղ այնքան հզոր է, որ շատ լուրջ ձևով ազդում է առողջության վրա եւ չեն ստեղծել բնակատեղի։ Վայքն ավելի երիտասարդ է, քան իր բնակիչներից շատերը։ Ահա Ֆեդիկ Ղազարյանը, իմ զրուցակիցը, հիշում է քաղաքը գրեթե ստեղծման օրերից։ Այսօր ընդամենը 2 ձեռնարկություն կա աշխատող, գործող։ Իսկ մենք 15 ունեինք, ընդ որում 4-ը ռազմաարդյունաբերական համալիրի մեջ ներգրաված, դրանք բոլորը փակվեցին, հիմա դռները կողպեք վրան դրած չկան։ Գյուղ է սա թե քաղաք։ Այսօր ոչ մի դասագրքային կանոնով հնարավոր չէ չափորոշել։ Գյուղ չէ, որովհետև բնակիչները հող չունեն եւ չեն զբաղվում գյուղատնտեսությամբ։ Քաղաք էլ չէ, քանի որ չունի քաղաքային ենթակառուցվածքներ։ 15 արդյունաբերական ձեռնարկությունները կառուցված միջանցիկ քամիների խաչմերուկում խորհրդային պետությունը տարավ իր հետ։ Մնացել են 1-2 մասնավոր ընկերություններ, որոնք շատ քիչ աշխատատեղ են ապահովում։ Սա թերևս հայաստանյան միակ քաղաքն է, որ չունի շուկա ու չի ունեցել երբեք։ Այստեղ շուկայում ապրանք վաճառելը պատվաբեր չէ, նրանք դա չեն անում։ Թեև քաղաքն ընդհանուր առմամբ հիմա ապրում է առևտրի շնորհիվ, բայց ոչ շուկայում։ Վայքն ու ամբողջ Վայոց ձորն արժանին չեն ստացել, չբացահայտված են, չգովերքված։ Վայոց ձորը մշակութային մարզ է, չբացահայտված մարզ իմիջելուց։ Մենք դամբարանադաշտեր ունենք,
որոնք ընդհանրապես ձեռք չեն տվել, մոտ չեն եկել։ Եկեղեցիներ ունենք, որոնք կիսաքանդ, կիսավեր մնացել են, բայց ոչ ոք դրա ուշադրություն չի դարձնում։ Փոքրիկ վայքն ունի բարեկամներ, հասարակական կազմակերպությունները, միջազգային կառույցները սատար են կանգնում եւ քաղաքում վերջին տարիներին նկատելի դրական փոփոխություններ են եղել։ Պատմում է Աշխատանք եւ հայրենիք հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Ղազարյանը։ Թե վայքը նախկինում ընդունված էր, ճանաչվում էր որպես փոքր արդյունաբերական քաղաք, բայց ունեցել է ակտիվ մշակութային կյանք նախկինում։ Իհարկե այդ վերջի անկախության ժամանակաշրջանների դժվարությունների կապված եւ որ ենթակառուցվածքները փչացանց են, կուլտուրայի տունը վատ վիճակեր եւ այլն եւ մշակույթին կարծես քիչ ուշադրություն են դարձնում, բայց ի պատիվ վայքի պետք է ասել, որ մշակութային օջախները հիմնականում պահպանվեցին, արվեստի դպրոցը պահպանվեց, մանկական ստեղծագործական կենտրոնը, սպորտ դպրոցները եւ ինչքան հնարավոր է մենք գտանք բարեկամներ, որոնք աջակցեցին մեզ այդ կարեւոր ենթակառուցվածքները կարգին պահելու։ Դրանցից ամենամիջազգային զարգացման գործակալություններ, որ Counterpart կազմակերպության միջոցով իրականացրեցինք մշակույթի տան փոքր դահլիճի վերանորոգում եւ արվեստի դպրոցի հիմնանորոգում Ջերուսաղեմի հետ միասին։ Նույն ամենամիջազգային զարգացման գործակալության աջակցությամբ վերանորոգվել է ստեղծագործական կենտրոնը մանկական, պետական աջակցությամբ վերանորոգվել է մարզա դպրոցը եւ մարզադաշտը, այնպես որ վայքի երեխաները, երիտասարդները ցանկության դեպքում կարող են բազմակողմանի այլընտրանքային կրթություն ստանալ, արտադասարանական կրթություն ստանալ։ Փոքրիկ վայքեցիները կոկիկ եւ հարմարավետ նկարչական դասարան ունեն։ Այստեղ ոչ միայն երեխաներն են նկարում, այլ նաեւ նրանց ծնողները։ Եվ վերջապես գյուղ է սա թե քաղաք, իրենց համար գոնե դա ամենևին կարևոր չէ։ Իսկ ովքեր ուզում են դա պարզել, պետք է այցելեն վայք ու իրենց համար բացահայտեն սարերի մեջ ու միջանցիկ քամիներով ողողված այս փոքրիկ աշխարհը։ Շակի Ավոյան, Ամերիկայի ձայն, վայք։ Շարունակելով քաղաքների թեման, նշեմ, որ վերջերս հազվագյուտ հնարավորություն է ընձեռվել տեսնելու աշխարհի խոշորագույն եւ հիասքանչ հատակային խճանկարներից մեկը։ Ավելի քան 800 քառակուսի մետր մակերես ունեցող խճանկարը արևմտյան ափի երիքով քաղաքի մերձակայքի հինավուրց պալատի մի մասն էր։ Այս գլուխգործոցը մատչելի կդառնա այցելուների համար 2018 թվականի վերջին։ Մինչ այդ ստիպված ենք բավարարվել վերջերս արված լուսանկարներով եւ տեսանյութերով։ Հիշամի պալատը կառուցվել է Ումմայադ Գերդաստանի օրոք որպես ձմեռային ապաստան։ Համալիրը պալատի, բաղնիքի եւ գյուղատնտեսական գույքի հետ միասին զբաղեցնում է մոտ 60 հեկտար հողատարածք։ Հնագետները մեկ օրով բացել են Պեղավայրի պաշտպանիչ ծածկը, նշելու երկամյա նախագծի մեկնարկը, որը հնավայրը մատչելի կդարձնի հանրության համար։ Այս կտորը համարվում է աշխարհում առավել գեղեցիկ եւ պահպանված ամենախոշոր խճանկարային հատվածներից մեկը։ Խճանկարային հատակը պատրաստված է ծաղկի եւ երկրաչափական նուրբ նախշազարդերով 38 սալիկներից։ Այն տարածաշրջանի հնագույն եւ խոշորագույն խճանկարներից է, որ երբևէ չի տեղաշարժվել։ Հնավայրը հայտնաբերվել է 19-րդ դարում։ Ճապոնիայի աջակցությամբ կվերականգնվի խճանկարի տանիքը, որը հիմնովին ավերվել է երկրաշարժից։ Նախագծի մեկնարկին ներկա է գտնվել Ճապոնիայի ներկայացուցիչը։ Այս հատակը Պաղեստինի երազանքների իրականացմանը նպաստելու Ճապոնիայի երկարաժամկետ հանձնառության միայն մի մասն է։ 2006 թվականից ի վեր աշխատել ենք նախաձեռնության իրականացման եւ խաղաղության ու բարգավաճման հասնելու ուղղությամբ, հատուկ ուշադրություն դարձնելով երիքովի պատմական, տնտեսական եւ զբոսաշրջային ներուժին։ Երիքովը աշխարհի հնագույն քաղաքներից է։ Դարերի ընթացքում քաղաքը եւ դրա շրջակայքը բնակեցվել են տարբեր մշակույթներ կրող ժողովուրդներով։ Պաղեստինցիների համար Հիշամի պալատը նրանց մշակութային ժառանգության կարևոր խորհրդանիշներից է։ Այս խճանկարը մեր հպարտության, այս հողի վրա մեր տոկուն ներկայության եւ պաղեստինյան հարատև ժառանգության օրինական պատմական սկզբունքների եւ իրողությունների վկայությունն է։ Այն մեր ինքնության կարևորագույն ձեռքբերումներից է, արմատավորված իր ներկայությամբ։ Հիշամի պալատը գտնվում է Երիքով քաղաքից 2 կիլոմետր դեպի հյուսիս։ Ըստ հնագետների խճանկարը կրում է բյուզանդական եւ իսլամական արվեստի ազդեցությունը։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Մեր հաջորդ տեսանյութի քաղաքը թեև բազմաթիվ տներ ունի, սակայն հատակագծի կարիք առհասարակ չունի։ Ժամանակակից աշխարհում փոքր տարածքներում ապրելը դառնում է միտում։ Շուտով որոշ բուհերի ուսանողներ կարող են դա իրենց մաշկի վրա զգալ, ապրելով առաքման բեռնարկղերում։
Օգտագործված բեռնարկղերը գտնվում են Կոպենհագենի նավահանգստի էկոլոգիապես մաքուր նոր համալիրում։ Urban Rigger կոչվող բնակարանային նոր համալիրը կառուցվել է օգտագործված առաքման բեռնարկղերից, որոնք տեղադրվել են բետոնե կամրջանավի վրա։ Կոմպակտ կացարանները նախագծված են Կոպենհագենի համալսարանի ուսանողների համար։ Այստեղ կարելի է սնունդ պատրաստել, լողանալ, քնել, այսինքն ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Շատ հարմար է ուսանողի համար։ Ապրում ես ջրի մոտ, որտեղ օդը մաքուր է, քաղաքի աղմուկից հեռու եւ կարող ես հանգիստ կենտրոնանալ աշխատանքիդ վրա։ Գաղափարի հեղինակ ճարտարապետի խոսքերով պողպատե բեռնարկղերը ապահովում են ընդարձակ բնակելի տարածք եւ էժան հարմարություններ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում։ Կացարանները շատ ամուր են եւ կարող են դիմակայել տարբեր շարժումների եւ ուժի։ Բեռնարկղերը օգտագործում ենք որպես շինարարական աղյուսներ, կառուցելու այս չափազանց մատչելի բնակարանները, որոնք կահավորված են առափնյա տների գրեթե բոլոր հարմարություններով։ Բեռնարկղերի դասավորությունը խթանում է մարդկանց համախմբումը։ Եռանկյունաձև դասավորությունը թույլ է տալիս ստանալ 6-անկյուն բակ, որը ընդհանուր է բոլորի համար։ Ուսանողները կարող են լողալ Կոպենհագենի նավահանգստի մաքուր ջրերում։ Տանիքներից մեկը ծառայում է որպես ընդհանուր տերաս, մյուս երկուսը արեգակնային վահանակներ եւ կանաչապատ կտուրներ են։ Բնապահպանական մեկ այլ լուծում է արեգակնային էներգիայի եւ նավահանգստի ջրերի միջոցով համալիրը ջեռուցող պոմպը։ Ուսանողները կտեղափոխվեն իրենց լողուն բնակարաններ հոկտեմբերի վերջին։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Բոլորս գիտենք, որ երեխաների ոտքերը արագ են մեծանում եւ հարկ է լինում պարբերաբար նոր կոշիկներ գնել։ Մինչդեռ ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաները հաճախ մնում են ոտաբոբիկ։ Աշխարհում շուրջ 300 միլիոն երեխաներ կոշիկներ չունեն եւ հաճախ տառապում են հողից փոխանցվող հիվանդություններից եւ մակաբույծներից։ Այդահոյի Նամփա քաղաքի բնակիչը հրաշալի լուծում է գտել։ Նա պատրաստում է երեխայի ոտքի աճին զուգահեռ մեծացող կոշիկներ։ Այս երեխաները երջանիկ են, քանի որ կոշիկներ են նվեր ստացել, որոնք կարող են տարիներով կրել։ Կոշիկները մինչև 5 չափս մեծանալու հնարավորություն ունեն եւ դիմաց կունեն։ Այս կոշիկները կարելի է մեծացնել առջևից, կողքերից եւ հետևից եւ կարող են ծառայել մինչեւ 5 տարի։ Ներբանը պատրաստված է անվադողերի համար կիրառվող ռետինից, իսկ վերնամասը բարձրորակ կաշվից։ Կոշիկների գաղափարի հեղինակը Քենթոն Լին է, ով ժամանակին աշխատել է Քենիայի որբանոցներից մեկում որպես կամավոր։ Հիշում եմ, մի օր սպիտակ զգեստով փոքրիկ աղջիկ էր կողքովս քայլում։ Նկատեցի, որ նրա կոշիկները չափազանց փոքր էին ոտքին։ Նա ստիպված կտրել էր իր կոշիկի թաթը, որպեսզի ոտքի մատները տեղավորվեին։ Մտածեցի, որքան հրաշալի կլիներ, եթե նրա կոշիկները մեծանային ոտքերի հետ միասին։ Սակայն գաղափարը կյանքի կոչել այնքան էլ դյուրին չի եղել։ Ես շարունակ բացատրագրեր էի գրում, թե ինչու եմ ցանկանում այդպիսի կոշիկներ պատրաստել, ինչու եմ փորձում օգնել երեխաներին։ Համառ ջանքերի արդյունքում 2009 թվականին ստեղծվեց Because International կոչվող շահույթ չհետապնդող ընկերությունը։ Այս կոշիկները, որոնք Լին պահում է աշխատասենյակում, հիշեցնում են նպատակին հասնելու նրա անցած ուղին։ Ինքս ինձ խոսք էի տվել, նոր կոշիկներ չեմ գնելու մինչև գաղափարս չիրագործեմ։ Արդյունքում այս կոշիկները 5 տարուց ավել եմ հագել։ Երբ ի վերջո հաջողվեց ստեղծել այսպես կոչված աճող կոշիկներ, ես նոր կոշիկներ ձեռք բերեցի։ Գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Because International-ը մինչև այժմ ավելի քան 50,000 զույգ կոշիկներ է ուղարկել 30 երկրներ։ Կոշիկները երկու չափսի են լինում փոքր 4-ից 9 տարեկան երեխաների համար եւ մեծ 9-ից 14 տարեկանների համար։ Արտադրանքի մեծ մասը հասնում է Արևելյան Աֆրիկայի երկրներ՝ Քենիա, Ուգանդա, Եթովպիա։ Բացի այդ, ուղարկում ենք Հայիթի, Նիկարագուա, Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրներ։ Լին նշում է, որ բազմաթիվ երեխաներ ապրում են հակասանիտարական պայմաններում եւ հաճախ տառապում հողից փոխանցվող վարակներից եւ մակաբույծներից տարածվող հիվանդություններից։ Շատ ցավալի է, նրանք երկար ժամանակ չեն բուժվում, քանի որ ի վիճակի չեն բժշկի դիմել։ Նրանցից շատերը պարզապես դուրս են մնում հասարակությունից, դպրոց չեն հաճախում, չեն սովորում եւ բնականon չեն զարգանում։ Լի համոզմամբ մի զույգ կոշիկը ոչ միայն զուտ պաշտպանություն, այլև արժանապատվություն է ապահովում։ Նա ցանկանում է աճող կոշիկներ ուղարկել կարիքավոր հնարավորինս շատ երեխաների ողջ աշխարհում։
Սա փոքր, սակայն կարևոր նախաձեռնություն է, որի արդյունքում երեխաները կլինեն առողջ, երջանիկ եւ հաջողություն հասնելու ավելի շատ հնարավորություն կունենան։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, սակայն հիշեցնեմ, որ մեր հաղորդումները կարող եք դիտել նաև amerikaidzan.com կայքեջում։ Ամենայն բարիք ձեզ ցտեսություն։